Թագուհի Թովմասյան։ Շնորհակալ եմ, պարոն նախարար։ Ես կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասնեք, ինչ է ենթադրում այս նոր կառույցի ստեղծումը, որովհետև լայն հասարակության համար դեռևս այդքան պատկերացումը կազմել դժվար է։ Արդյոք սա նշանակում է, որ ամբողջ պետական համակարգի սերվերները կոպիտ ասած կենտրոնացնում եք մի տեղում եւ տալիս մի կառույցի կառավարման եւ ամբողջ անվտանգությունը իրենք են հսկելու, կիբերանվտանգությունը եւ մնացած բոլոր հարցերը։ Սա զուտ տեղեկատվական իմաստով շատ կարեւոր է, որ հասկանանք ինչ հանձնաժողով է ձևավորվում, որ իմանանք ում ենք նաեւ ընտրելու հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում։ Եվ երկրորդը դուք ձեր խոսքում Ներսես Երիցյանի կենսագրության տվյալները թեկուզ հպանցիկ, բայց այնուամենայնիվ ներկայացրեցիք եւ այնտեղ հստակ շեշտեցիք, որ 2007 թվականից Ներսես Երիցյանը քաղաքական պաշտոններ է զբաղեցրել, ինչպես Ռոբերտ Քոչյանի իշխանության եւ կառավարական կաբինետում, այնպես էլ Սերժ Սարգսյանի կառավարական կաբինետում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ ինչպես է ձեր ընտրությունը կանգ առել հենց Ներսես Երիցյանի վրա, հաշվի առնելով, որ նախկին մի շարք պաշտոնյաներ հիմա հակակոռուպցիոն դատարանում են եւ այս տրամաբանությամբ, ասենք ինչ պիտի Հովիկ Աբրամյանը օրինակ չլինի ձեր նախընտրելիների ցուցակում, նա գնա դատարան եւ Ներսես Երիցյանը գա այստեղ, սա քաղաքական հարց։ Եվ երրորդը այստեղ քիչ առաջ դուք էլ լսեցիք, որ քննարկվում էր 2008 թվականի Nokia-ի եւ տնտեսական մրցակցության խաթարման ու վատ գործարար միջավայրի մասին հարցեր։ Ինձ հետաքրքիր է դուք հասցրեցիք պարոն Երիցյանին հարցնել, թե 2007 թվականից սկսած Հայաստանում ի վերջո մոնոպոլիան Ռոբերտ Քոչարյանի որդու ձեռքին էր հեռախոսների։ Դա կար այդպիսի բան, թե չկար։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ շնորհակալություն գամ երկրորդ հարցից, կարծում եմ առանձնահատուկ կերպով այս նիստը կմնա հատկապես պարոն Երիցյանի հիշողության մեջ, իբրև մի մարդ, որ ձեր կողմից համեմատվեց Հովիկ Աբրահամյանի հետ, կարծում եմ ոչ այնքան դրական հիշողություններով կհեռանա պարոն Երիցյանը, ես նույնպես ուրույն համեմատական զուգահեռներ անցկացրիք, կարծում եմ, որ Ներսես Երիցյանը 2018 թվականից հետո իր մասնագիտական խորը կարողությունների, գիտելիքների եւ փորձառության շնորհիվ է, որ դիտարկվել է տարբեր պաշտոններում, այդ թվում եւ մեր կառավարության օրոք, եւ առնվազն այն համեմատականները, որ ձեր կողմից հնչեցին, իմ կարծիքով ես ինքս գոնե թե կդժվարանամ դրանց ռացիոնալ կերպով անդրադառնալ, այսինքն բոլորի համար հայտնի է, թե ինչու են տարբեր նախկին պաշտոնյաներ տարբեր քրեական գործերով անցնում, սա մեկ բան, որը առնվազն գոնե թե սպահած պարոն Երիցյանի կենսագրության հետ կապված նմանատիպ հրապարակումներ գոնե թե ես հանրային դաշտում երբևէ չեմ ականատես չեմ եղել եւ չխոսենք նաեւ արդեն մասնագիտական գիտելիքների մասով մի քիչ դժվարությամբ եմ նույն պարոն Աբրամյանին պատկերացնում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովում ոչ միայն հանձնաժողովի նախագահի, այլև որևէ ձևաչափով ներգրավվածության իմաստով հենց հաշվի առնելով մասնագիտական կարողությունները եւ այն ճանապարհը, որ մյուս գործընկերը անցել է։ Երրորդ հարցին կարճ ասեմ, ոչ չհասցրի հարցնել, կարծում եմ ես մինչև նիստի ավարտը այստեղ ներկա եմ լինելու, դեռ առիթ կլինի դրան անդրադառնա հենց ինքը տեխնացուն։ Ինչ վերաբերում է գործառույթներին, պետք է ասեմ, որ նոր մարմինը շարունակելու է իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել պետական համակարգի այն գերատեսչություններին, որոնք ստանձնել են իրենց մանդատի շրջանակում տարատեսակ հանրային ծառայությունների թվայնացումը, այսինքն այստեղ կենտրոնացնելով մասնագիտական կարողունակություններ կենտրոնացված կերպով շարունակելու է իր գործառույթը կատարել, աջակցելու բոլոր պետական գերատեսչություններին,
գոնե թե այս փուլի համար այս գործառույթը պահպանվելու է, հետագայում կարծում եմ, որ ինքը տեխնացուն եւս հայեցակարգի վերաբերյալ իր ելույթում կանրադառնա, ինչպես են պատկերացնում գործառույթները, ինչպես նաեւ որ ամենակարևորն է կիբերանվտանգության մասով հանրային հատվածի կիբերպաշտպանության գործառույթներն է իր վրա ստանձնելու, որը կարևորագույն կենսական ուրեմն գործառույթ է լինելու, ինչպես նաեւ հանրային մասնավոր հատվածի այն ընկերությունների, որոնք որ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող են, այստեղ եւս արդեն որպես աջակցող մասնագիտական իր կարողություններով աջակցելու են նաեւ մասնավոր հատվածին հենց կիբերանվտանգության մասով։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան։ Հասկանալի է ձեր պատասխանը քաղաքական իմաստով, ես այդ թեման էլ չեմ շարունակի, պարոն Երիցյանի հետ կշարունակենք։ Ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել որպես զեկուցող այն հնարավոր երաշխիքների մասին, կհիշեք, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը, որ կոտրվել էր ու լուրջ անվտանգային հարց ունեինք պետական բարձրաստիճան պաշտոնյայի անձնական տվյալների հետ։ Հիմա, քանի որ խոսք ենք գնում կիբերհանցագործության մասին, այդ թվում եւ մասնավորին աջակցելու, ես ուզում եմ հասկանալ պետական առումով այս խնդիրների լուծումը արդյոք դրվելու է հանձնաժողովի վրա եւ արդյոք մենք արդեն երաշխավորված պիտի լինենք, որ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները եւ այլ մարդիկ, ովքեր որ այս ընթացքում տարբեր կիբերհանցագործությունների զոհ են դարձել, ընդ որում այդ հայտնի Պեգասուսի ավարտում եմ, հայտնի Պեգասուսի պատմությունը մենք անցած անգամ հանձնաժողովում էլ քննարկեցինք, որ հրապարակվեց $7 միլիոն է տրվել Պեգասուս ծառայության համար եւ նրանք գաղտնալսել էին ընդդիմադիր գործիչների։ Այս շղթան որ այսպես ասեմ, ինչ գերատեսչության վերահսկողության ներքո է լինելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ կարևոր եւս տեության հարցի համար։ Նշեմ, որ պետական համակարգում տարբեր կառույցներ կան, որոնք առնչվում են եւ ունեն կոնկրետ գործառույթներ կիբերպաշտպանական, տարատեսակ կիբերհարձակումների, թե դրանց նախապես կանխարգելման եւ թե արդեն իսկ դրանց պարագայում հնարավոր գործողությունների մասով եւ ներքին գործերի նախարարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ այս նոր մարմինը, որը որ ստեղծվում է, տարբեր իրավիճակների համար տարատեսակ իրենց գործառույթներով կարող եմ ասել, որ օրինակ հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նույն թվայնացման գործակալության գործընկերների հետ պատրաստել է ուղեցույց առաջիկայում մենք այն թվայնացման խորհրդում քննարկման առարկա ենք դարձնելու, թե օրինակ տարատեսակ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ տեսակի հեռախոսներ պիտի օգտագործեն տարբեր այցերի ժամանակ բաց ինչ Wi-Fi-ներից կարող են օգտվել, ինչ eSIM-եր կարող են ներբեռնել իրենց հեռախոսի մեջ, ինչպես դրանք օգտագործեն, այսինքն այս իմաստով օրինակ որպես կանխարգելիչ եւ կիբերհիգիենայի վարքագծային ուղեցույց մենք արդեն իսկ պատրաստել ենք գործընկերների հետ, իսկ արդեն մանրամասները նաեւ հաշվի առնելով ժամանակի սղությունը